Բարև ձեզ հարգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկեմ YouTube-յան ալիքի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է եւ ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթին հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ուղղված Հայաստանի գլխավոր դատախազին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով դրական զարգացում է ստացել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին։ Էդգար Ղազարյանի տեղեկացմամբ քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչներից մեկը կազմել է արձանագրություն դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի։ Էդգար Ղազարյանը նաև 3 միջնորդություն է ներկայացրել քննիչին, քանի որ Արթուր Հովհաննիսյանը լինելով պաշտոնատար անձ այդ դիրքն օգտագործելով է հրաժարվել կատարել վճիռը, ինչը ծանրացնում է պատիժը։ Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում Արթուր Հովհաննիսյանը հրապարակային հայտարարությամբ սպառնացել էր կտրել ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն եւ ականջները, դեպքը լայն արձագանք էր ստացել թե քաղաքական, թե իրավապաշտպան շրջանակներում։ Սա իշխանությունների կողմից դատական համակարգի նկատմամբ եւս մեկ հեգնական հանցավոր դրսևորում է։ Մենք տարբեր դրվագներով խոսել ենք այն մասին, թե ինչպես են իշխանությունները ուղղակի կոշիկները սրբում դատական համակարգի վճիռների վրա, կայացրած որոշումների վրա եւ պատկերացրեք падգամավորի նկատմամբ կայացվել է վճիռ, այն օրինական ուժի մեջ է մտել, բայց падգամավորը չի կատարում անգամ այն պարագայում, երբ ԴՀԿ-ն պարտադրում է դա կատարել։ Սա ինչ է նշանակում, եթե այս գործընթացը նման վարքագիծը իր պատասխանը չստանա իրավապահ համակարգի կողմից, դա նշանակում որ դատարանի վճիռները կարելի է չկատարել, որովհետև եթե դա չի կատարում իշխանության ներկայացուցիչը, օրենսդիրի ներկայացուցիչը, ապա ինչու պիտի կատարեն քաղաքացիները։ Մեկ այլ դրվագով նաև Էդգար Ղազարյանի հայցով կայացված վճռով իշխանական մեկ այլ падգամավոր Ռուստամ Բաքոյանն է հրաժարվել կատարել դատարանի վճիռը, ԴՀԿ-ն ստիպել է նրան վճարել տուժ տուգանքը 1.250.000 դրամը, բայց մարդը էլի հրաժարվում է ներողություն խնդրել։ Այս դեպքում արդեն քննչական մարմիններն էլ են հանցագործություն գործել, Արարատի քննչականը հրաժարվել է քրեական գործ հարուցել այս դեպքով տրված հաղորդման հիման վրա։ Էդգար Ղազարյանը, որքան որ գիտեմ, դիմել է դատարան, որպեսզի դատարանը ստիպի քննչականին գործողություններ անել, բայց սա խոսում է իշխանության այդ ապօրինի վարքագծի մասին, այս իշխանությունը եւ սրանց հանդուրժող Նիկոլ Փաշինյանը գլխավորապես իրավունք չունի խոսել օրենքի գերակայությունից եւ իրավունք չունի խոսել դատական համակարգի անկախությունից։ Հրապարակ թերթը գրում է. նախընտրական ցուցակը կազմելու նպատակով իրականացված ԿՊ ներկուսակցական ընտրություններից հետո իշխող թիմում հետընտրական բազարները չեն դադարում։ Խնդիր է առաջացել նաև կանանց քվոտան պահպանելու հետ կապված։ Ընտրական օրենսգիրքը, հիշեցնենք, պարտադիր է համարում ցուցակում հակառակ սեռի 30%-ի ընդգրկվածությունը, այսինքն նախընտրական ցուցակում յուրաքանչյուր երրորդը պետք է լինի կին։ Սա նշանակում է, որ օրեր առաջ ԿՊ ներկուսակցական ընտրությունների արդյունքում ձևավորված նախնական ցուցակի առաջին 50-յակում падգամավորության առնվազն 16 կին թեկնածու պետք է լինի, մինչդեռ ԿՊ կանանց թիվը 12-ն է։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ 50-ից հետո հորիզոնականներում տեղ զբաղեցրած առնվազն 4 կին պետք է ցուցակում վեր բարձրանան եւ տեղ զբաղեցնեն առաջին 50-յակում։ Բնականաբար նրանց իրենց տեղը պետք է զիջեն 4 տղամարդ։ Մինչդեռ հայտնի է նաև, որ ԿՊ 1000-ից ավել պատվիրակները նույն գաղտնի ընտրակարգով պետք է մեկ անգամ էլ ընտրություն կատարեն առաջին 50-ի միջև, որպեսզի արդեն որոշեն անունների հերթականությունը։ Ահա այսպիսի խուճուճ համակարգ է մտածել Նիկոլ Փաշինյանը, որի ուղեղը բացառապես ներկուսակցական ինտրիգների իր վաղօրոք մտածած սխեմաներն իրականացնելու ուղղությամբ է աշխատում։ ԿՊ-ում որոշում ունեն, որ այդ ընտրությունները կանցկացնեն մարտի վերջին, որից հետո արտահերթ համաժողովը օրենքի պահանջով կհաստատի նախընտրական ցուցակի առաջին 50 համարին, թեպետ օրենքն առաջին 30-ն է պարտադիր համարում, որ համագումարը հաստատի։ Հրապարակ թերթը գրում է.
Պետական բյուջեի անցած տարեվերջին բաշխված միլիարդավոր դրամների պարգևավճարները բաժանվել են խիստ անհամաչափ գերատեսչությունների, վերնախավը, վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները, նրանց տեղակալներն ու վարչության պետերը ստացել են հատկացվող ֆոնդի 80%-ը, իսկ շարքային քաղծառահողները 20%-ը։ Պարգևավճարներն իբրև թե տրամադրում են կոնկրետ աշխատանքի դիմաց, ուստի այժմ կարևորվել է, թե որ քաղծառահողներն ինչքան գործ են մակագրում, ինչքան հանձնարարություն է տրվում նրանց։ Գերատեսչություններից մեկից մեզ պատմեցին, որ սա փոխել է հիմնարկներում աշխատանքի բնույթը, վերադասը սկսել է գործեր չմակագրել, ոմանք էլեկտրոնային Մալբրի համակարգում օրերով հանձնարարականներ չեն ստանում, կամ մակագրում են իրենց սիրելի աշխատակիցներին, որպեսզի պարգևավճարները բաշխելիս իրենք եւ իրենց յուրայինները փող ստանան։ Ամսվա վերջում Մալբրի համակարգում կատարողական է կազմվում եւ տեսանելի է դառնում, թե ով քանի նամակի է պատասխանել, քանի հանձնարարություն է ավարտին հասցրել եւ ըստ այդմ էլ բաժանվում է հավելավճարը ինչ որ գործակիցներից ելնելով։ Հրապարակ թերթը գրում է. արցախցիներից շարունակում ենք դժգոհություններ ստանալ, որ քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծվում նրանց համար։ Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանությունը որոշեց արցախցիներին տրված հայկական անձնագրերը փոխել, քանի որ դրանք տրամադրվել են 070 կոդով։ 23-ից հետո շարունակ կոչ էին անում փոխել անձնագրերը, իսկ հիմա խոչընդոտում են նոտարների կողմից ձևական թերություններ հայտնաբերելով, էլեկտրոնային հերթագրումը խափանելով, դիմումներին ամիսներով ընթացք չտալով։ Դիցուք մեզ ասացին, որ կան մարդիկ, որ անցած տարվա նոյեմբերի վերջերին դիմել են քաղաքացիության համար, բայց մինչ օրս չեն ստացել։ Իհարկե, պատկան գերատեսչություններից վերջերս վստահեցրին, որ նման բան չկա, սակայն արցախցիների հաշվարկներով այսօրվա դրությամբ առնվազն 19,000 մարդ դիմել է քաղաքացիության հարցով ու բյուրոկրատական քաշքշուկների մեջ հայտնվել։ Արցախցիները կասկածներ ունեն, որ իշխանությունները հասկացել են, նրանք հակաիշխանական դիրքորոշում ունեն, ընդդիմության էլեկտորատն են, ուստի միտումնավոր ձգձգում են նրանց փաստաթղթեր տալը, որպեսզի թույլ չտան, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցեն։ Ըստ ՆԳՆ-ի 2026 թվականի դրությամբ մոտ 30,000 արցախցի ՀՀ քաղաքացի է դարձել, որից 9,000-ը երեխա։ Շատ տրամաբանական վարքագիծ է քաղաքացիական պայմանագրի կողմից, դրանք լավ հասկանում են, որ արցախցիների կողմից 0-ի ձգտող ձայներ են ստանալու, փորձում են հնարավորինս այս տեսանկյունից եւս ընդդիմության ձայները պակասեցնել։ Սա նաև լավ ազդակ է, ինչ իմաստով, որովհետև եթե իշխանությունները իրականում համոզված լինեին, որ նրանք 50+ ունեն կամ ինչպես իրենք են պնդում 60% եւ ավելի քվեներ ունեն, ապա իրենց որևէ կերպ չէր խանգարի, չէր մտահոգի այս 19,000 թիվը եւ շատ հանգիստ կտային քաղաքացիություն, մեկ է 19,000-ը 60%-ի վրա նման ազդեցություն չի ունենալու։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունները 1000-2000 ձենի համար անգամ կռիվ են տալիս, որովհետև իրենք լավ են հասկանում, որ մեծամասնություն չունեն առնվազն։ Հրապարակ թերթը գրում է. օրերս մի լուր էին գրել, որ հրահանգ է իջել արագ ազատել բանտերի նախնական կալանքների հատվածները։ Մեզ ասացին, որ այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքներ է տարվում Վարդաշենք հրակատարողական հիմնարկում, որը ինչպես հայտնի է նախկին եւ ներկա պաշտոնյաների, մասնավորապես ուժային բլոկում ծառայած անձանց պատժիվայրն է։ Այս որոշումը ըստ լուրերի պայմանավորված է նախընտրական ճնշումներով եւ ռեպրեսիաներով, որոնք իշխանությունը փորձելու է բանեցնել քաղաքական ընդդիմության նկատմամբ։ Ըստ ամենայնի նախապես կազմել են սցենարը, ընտրել զոհերին, որոնց մեծ մասը լինելու են նախկինում պաշտոն զբաղեցրած անձինք։ Հրապարակ օրաթերթը գրում է. Գյուլագարակի համայնքապետի տեղակալ ԿՊԱ-ական Արմեն Մայրիկյանը իր ընկերների հետ 2023 թվականի հունիսի 4-ին ծեծի էր ենթարկել Ստեփանավանի Դենդրոպարկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին։ Դատալեքսից տեղեկացանք, որ Մայրիկյանին քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա 2023 թվականի հունիսի 4-ին ժամը 17:00-ի սահմաններում գտնվելով ոչ ստապ վիճակում ընկերների Արմեն Մուրադյանի, Աշոտ Մուրադյանի եւ Մարատ Սուքիասյանի հետ Դենդրոպարկ կոչվող բուսաբանական այգի բարձրացող ճանապարհին խոչընդոտել է ծառայությունն իրականացնող ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկների կողմից իրականացվող աշխատանքները, հնչեցրել սպառնալիքներ եւ նրանց նկատմամբ գործադրել բռնություն, որից հետո Աշոտ Մուրադյանը դիմել է փախուստի։
գործը դատաքննության փուլում է։ Մեկ այլ քրեական գործով էլ է անցել Մայրիկյանը։ Չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք եւ գտնվելով ոչ սթափ վիճակում մեքենա է վարել։ Նրան առաջադրվել է մեղադրանք եւ պատիժ է նշանակվել տուգանք 340,000 դրամի չափով։ Սակայն բոլոր ԿՊԱ-ները չէ, որ պատժվում են նմանատիպ արարքների համար։ Ամիսներ առաջ Արմավիրի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ազգականներն էին Պարեկին ծեծելու համար ձերբակալվել եւ ազատ արձակվել։ Պարեկին ծեծելու դեպք եղել նաեւ Շիրակի մարզում, այս աղմկոտ պատմության հերոսն էլ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն է, որը վերջերս է ազատվել աշխատանքից։ Նա 2017-ին եւս մեկ քրգործով հայտնվել էր դատարանում մեղադրյալի աթոռին, ուստի այս անգամ էլ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով խուլիգանության եւ 452-րդ հոդվածի պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու համար։ Սա բնական վարքագիծ է ԿՊԱ-ների կողմից, իշխանությունը կուրացրել է արդեն սրանց, բայց սա լավ է մի իմաստով էլ, որովհետև այն իշխանությունը, որը կտրվում է իրականությունից, շատ ավելի շուտ է ժողովրդի խոսքով կամ փողոցային սլենգով ասած պուլպուլակ դառնում, այնպես որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պուլպուլակ դառնալուն բավական քիչ ժամանակ է մնացել։ Իհարկե, այստեղ կա հանգամանքը իրենց կողմից գեներացվող ապօրինությունների աստիճանի եւ այդ ապօրինությանը ընդդիմության դիմադրելու կարողականության վրա, սա էլ հարց է, որ կփոխի կամ գուցե չփոխի իրերի դրությունը։ Մինչև ձեզ ներկայացնեմ Սիսական ջոկատի հրամանատար Պայեստազորի գնդապետ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող ապօրինի գտնվող Աշոտ Մինասյանի Աշոտ Երկաթի կալանավայրից նամակը կամ հոդվածը, առաջարկում գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, ուրեմն ինչպես ասեցի, կընթերցեմ Աշոտ Մինասյանի Աշոտ Երկաթի նամակը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից, հիշեցնեմ, որ հրամանատարը ապօրինի եւ հորինված գործով բանտարկության մեջ է գտնվում եւ այնտեղից պարբերաբար տարբեր հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումներն է հրապարակում։ Դուք ես ինչ արեցիք, տղերք, ես ինչ արեցիք, բանտի պատերը նեղ են, ուրիշ անելիք չկա ու մտքերս դուրս են գալիս, պատերից դուրս, թափառում դեպի անցյալը, դեգերում հերուներում ու հիշում եմ մի զորահրամանատարի, որ փոխնախարար դարձավ, նա ամբողջ զորքին թողեց անտռուսիկ, այսօր այդ բոլոր անտռուսիկները բանակ են ղեկավարում, ժողովուրդ են ղեկավարում, երկիր են ղեկավարում։ Հիմա չգիտեմ իրենք տրուսիկ հագնում են, թե ոչ, գուցե սովորություն են դարձրել, մինչև հիմա անտրուսիկ են ման գալիս։ Քաջ Նազարի բախտ է, կպատահի։ Վայ Վազգեն, վայ։ Մի գլուխդ բարձրացու, տես ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ։ Հա հիշեցի, մի չկայացած զորահրամանատար էլ կար, ասում էր մի գիշերում 40 կիլոմետր նահանջ եմ տվել, տղերք եմ փրկել։ Բա դու հրամանատար ես, դիրք դնեիր, խրամատ փորեիր, ռուբեշ կտրեիր, կարող է դու մարաթոնյան վազքի էիր դուրս եկել, կարող ես հիշել զորքիցդ ամենաարագ ով էր վազում, կարող է առաջին տեղն ես բռնել։ Ես հիշում եմ նման մի դեպք 1993 թվականին Օմարում, հիշում եմ նաև 94-ի փետրվարին որքան զոհեր տվեցին, որպեսզի վերականգնեն ձեր թողած դիրքերը, թե ձեր հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։ Վայ սպարապետ, վայ։ Ես հիշեցի եւս մեկ զորահրամանատարի, որն ասում էր Արցախի ազատագրումը սկսվել է Թուրուսի խութից եւ հարց է ծագում, Արցախի փակումն էլ է ավարտվում Թուրուսի խութով։ Չէ, տղերք ջան, չէ։ Արցախի հարցը փակված չէ, Արցախը եղել է, կա ու լինելու է։ Հա հիշեցի, մի գերագույն գլխավոր հրամանատար էլ կար, ասում էր իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք։ Դե ով էր կասկածում, լավ հիշում եք,
հրամանները։ Գյադեք այս կուրն անցեք, գյադեք այն կուրն անցեք։ Ու կուրից կուր անցնելով երկիրն ավելի է փոքրանում, սարերն ավելի են հեռանում, որովհետև ցուրտ են սարերը ու սև են լճերը, սև ու սառցապատ, որտեղ տարին 12 ամիս սառույց եւ գյադեքը կրավորական կեցվածք են ընդունում, ուրանում են եւ կատարում են իրենց գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները։ Մեծն Գարեգին Նժդեհն ասել է. «Զորավար չես, որ նախ զինվոր չես։ Ախր դուք երբ էիք զորավար եղել, որ ձեզ հրամանատարի տեղ էիք դրել։ Բազեն թրջում է, բայց ամեն թրջում բազե չէ։ Այո, ամեն սպա ղեկավար չէ։ Դուք ես ինչ արեցիք, տղերք, դուք ես ինչ արեցիք», գրել է Աշոտ Մինասյանը։ Կարծում այդտեղ բոլոր հրամանատարներին դուք տեսաք ու հիշատակել էր, գլխավորը իհարկե Նիկոլի Սասունն էր, Նախրճի Գագոն, բայց նաև ցավալի է, որ այս մարդիկ եւ Նիկոլի Սասունը եւ Նախրճի գեներալ Գագոն նախորդ համակարգում տեղ են զբաղեցրել, պաշտոններ են զբաղեցրել, բարձր դիրքեր են ունեցել եւ նաեւ բանակն են իրենք ինչ որ իմաստով կառավարել։ Սա եւս կարծում եմ մտածելու տեղ է տալի, թե ինչու այնպես եղավ, որ այս մարդիկ տեղ ունեցան բանակի հրամկազմում։ Այսօր այսքանն ենք նախատեսել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք եկող շաբաթ։